Բարև սիրելի ունկնդիրներ, եթերում է Մարիշի հետ հաղորդումը Բելգիա հայ ռադիոյով եւ ես Մարիա Հակոբյանյանը։ Այսօրվա իմ հյուրն է ջութակահար Տիգրան Պողոսյանը։ Բարև Տիգրան ջան։ Բարև Մարիա ջան։ Ոնց ես։ Լավ, դուք ոնց եք։ Լավ, արի դույով, հա, թե չեն շատ ցած։ Լավ։ Շատ լուրջ եմ զգում ինձ։ Տիգրան ջան, նախ եւ առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ, որ ժամանակ հատկացրեցիր ու եկար իմ հետ զրուցելու։ Շատ հաճելի է։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Ուրեմն սկսենք ամենասկզբից։ Տիգրանը, փոքր Տիգրանը, երբ է ծնվել, որտեղ է ծնվել, ինչ է սիրել, ինչ չի սիրել, հերթով գալիս ենք։ Ամեն ինչ իմանալու ենք այսօր։ Ծնվել եմ Երևանում։ Փոքր ժամանակ ինչ էր սիրում։ Փոքր ժամանակ սիրում էի խաղալ, ոնց որ մնացած բոլոր երեխաները։ Ինչ չէիր սիրում։ Չէի սիրում, երբ որ իմ խաղալիքներով խաղում էին ուրիշները։ Ահա, չէր տալիս։ Քաղաքավարությունից ելնելով տալիս էի, բայց մեկ-մեկ իրան գալիս էին առանց ինձ հարցնելու խաղում են, այդ չէի սիրում։ Նե պետք է հարցնել։ Երաժշտությունը սիրել ես, չես սիրել, թե դա ավելի ուշ սեր է։ Սիրել եմ հեռուստացույցով առաջին անգամ երբ որ տեսել եմ, իմ մոտ մեծ ցանկություն առաջացել նվագել ջութակ ու իմ ընտանիքում, հա, հենց ջութակ, որովհետև իմ երկու քույրերը դաշնակարներ էին, ես թվում է երրորդ դաշնակարը լինել ընտանիքում կլիներ պրոբլեմատիկ, արդեն իրանք կռվում էին դաշնամուրի համար։ Դու ասացի ավելի նենց բան վերցնեմ, որ մենակ իմս լինի։ Տիգրան ջան, իսկ ո՞նց սկսվեց քո սերը դեպի երաժշտությունը։ Իմ սերը դեպի ավելի ճիշտ ջութակ սկսվեց, երբ տեսա հեռուստատեսությամբ Վանեսա Մեյին, այդ ժամանակ ինքը նվագում էր առաջիններից ով նվագում էր էլեկտրո ջութակի վրա ու շատ տպավորիչ էր ինձ համար ու քանի որ ես այդ ժամանակ ջունեի ջութակ, փորձեցի լուծում գտնել եւ գարդոնի վրա նկարեցի ջութակի ֆորման, այնուհետեւ կտրեցի, փորձեցի ստանալ իմ ջութակը։ Այդ ջութակով փորձում էի պոդքասթի վրա արդեն նվագում եմ ու տանը փորձում էի կազմակերպել փոքր համերգներ ու պահանջում էի, որ տան անդամները անպայման ծափահարեն իմ ելույթից հետո։ Գիտես չէ՞ պատմությունը ռսմագժանոցում, կարես են տեսնել լողավազանում մարդիկ ինչ որ շարժումներ են անում։ Ասում են ինչ եք անում։ Ասել են որ շարժումները սովորենք, լողալ սովորենք, ջուր կլցնենք, հիմա քոնն Քո այդ կարտոնի ջութակը փաստորեն ահագին բանար է։ Քանի տարեկան էր։ 7 տարեկանում եմ հաճախել երաժշտական դպրոց, Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց Արմինե Ղազարյանի դասարանում։ Հա, այդ հայտնի դասատու էր երևի, հա։ Ինքը երիտասարդ էր այն ժամանակ, բայց հիմա արդեն այո, բավականին հայտնի։ Ես շատ կարճ ժամանակ հետո ունեցա իրական ջութակ, քանի որ մենք փոքր տարիքից սկսում ենք, այնտեղ 1 քառորդ, 2 քառորդ, 3 քառորդ եւ 4 քառորդ, եւ եթե ամեն տարի պետք է փոխվի եւ ամեն անգամ բարեբախտաբար ինչ որ մեկը ինձ տրամադրում էր ջութակներ, առաջին ջութակը հիշում եմ, որ մեր հարևան Ռուզան Ծյոցյանն էր տրամադրել։ Ապրի Ռուզանտյան քեզ կարտոնից փրկեց։ Հետո էլի երաշտական դպրոցից ինչ որ ուսանողներից մի խոսքով այդպես մինչև 4 քառորդ ունեցանք ու 4 քառորդ ջութակ արդեն որ համարում ենք վերջնական ջութակն է դա իմ ընտանիքը գնեց իմ համար եւ ուզում եմ նշել որ ես մինչև հիմա նվագում եմ իմ ամենասիրած հայկական ջութակով որը որ ստեղծվել է 2007 թվականին Մարտին Երիցյանի կողմից։ Ցավոք սրտի Մարտին Երիցյանը մի քանի տարի է ինչ մեզ հետ չի, բայց նա ստեղծել է շատ գեղեցիկ հնչող գործիքներ, որոնք որ ես առիթ եմ ունեցել եւ մենակատար եւ կամերային խմբերով նվագել մեծ բեմերում, ինչպիսիք են Անտվերպենի Queen Elizabeth Hall-ում, Ամուզում, Անտվերպենի Բոզարում եւ այլ մեծ դահլիճներում։ Իսկ դու քանի հատ ջութակ ունես։ Ես ունեմ մի քանի ջութակներ, ունեմ շատ հին ջութակներ նույնպես, բայց ջութակը նույնպես մարդու պես մի բան է եւ ամեն մի ջութակի հետ դու զգում ես յուրովի եւ իմ ամենասիրած ջութակը դա մինչ այսօր այն ջութակն է, որը որ հենց պատրաստվել է ինձ համար, իմ շատ սիրելի դասախոս Արտաշես Մկրտչյանի պատվերով։ Ինչ լավ է։ Փաստորեն ամբողջ 7 տարին սովորել ես, հա, երաժշտական դպրոցում։ 7 տարեկանում սկսել եմ իմ երաժշտական ուսուցումը, այնուհետև շարունակել եմ
Կոմիտասի անվան կոնսերվատորիայում։ Իսկ դպրոցում է, որտեվ համ դպրոց ես գնացել, համ երաժշտական դպրոց ես գնացել, հա ոնց էր դպրոցում, սիրում ես, չէր սիրում, թե ավելի շատ ուզում ես երաժշտությամբ Սիրում էի, բայց երևի մանկուց արդեն կար պատկերացում, որ ես ավելի երաժշտության կողմն եմ ընտրելու։ Ավելի շատ կենտրոնացած էր երևի երաժշտական բնակավարին ավելի։ Հա։ Ու կոնսերվատորիա ես ավարտում փաստորեն Հայաստանում։ Չեմ ավարտել, սովորել եմ Երևանում 3 տարի, այնուհետև տեղափոխվել եմ Բելգիա շարունակելու իմ ուսուցումը։ Կոնսերվատորիա ընդունվում ես որ թվին։ Կոնսերվատորիա ընդունվել եմ 2008 թվականին։ Դեպ շատ հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել։ Իմ ընդունելության տարում մենք սկզբում հանձնում ենք ջութակի քննություն, որը որ նորմալ հանձնում ենք, այնուհետև գալիս է սոլֆեջոյի քննություն եւ այլն, ու մի աղջիկ կար սոլֆեջոյի քննություն, դե խմբակային քննություն է, այնտեղ պետք է թելադրություն գրեինք մի քանի ձայնանի եւ այլն, այնտեղ մի պահ է գալիս, որ իմ մոտ պանիկա է սկսվում, ու ես էլ չեմ կարողանում ոչ մի բան շարունակեմ, ու այդ պահին իմ շատ հետագայում արդեն շատ հարազատ դարձած ընկերներից մեկը անին ինձ օգնում է այդ ժամանակ, ու նենց է ստացվում, որ ես այդ օգնության միջոցով ստանում եմ 20, իսկ ինքը ստանում է 19, ու ես ընդունվում եմ անվճար ու ինքը վճարովի։ Անկեղծ ասած, ես ինձ շատ վատ եմ զգում, քանի որ կարծում եմ, որ դա այդքան էլ արդար չէր։ Այդպես ու այնպես է ստացվում, հաջորդ տարիներին արդեն այնտեղ ռոտացիայի ենք ենթարկվում եւ անվճարից տեղափոխում ենք վճարովի համակարգ ու ես շարունակում եմ պայքարել, հնարավորինս փորձում եմ բոլոր առարկաները ստանալ բարձր գնահատականներ ու իմ հույսն էր, որ ես անպայման հաջորդ տարի փոխվելու եմ անվճար, քանի որ ֆինանսական դրությունը այդ ժամանակ բավականին ծանր էր մեր ընտանիքում։ Ցավոք իմ մոտ չի ստացվում, ես փորձում եմ պայքարում եմ, բավականին իմ գնահատականները բարձր են, բայց այնտեղ ինձ ասացին, որ այնտեղ մի հոգի կա, որ ընդամենը 1 բալով առավել է, քան ես ու ցավոք անհնար է։ Ու ես շատ հիասթափված էի ու քանի որ ֆինանսական բարդություններ կային, ես ավելին քան վստահ եմ, որ չէի կարող ցավոք շարունակել իմ ուսումը։ Բայց այդ ժամանակ նաև գիտեի, որ իմ ընկերուհի Անին, ով ինձ օգնել էր ու ես անվճար էի ընդունվել եւ ինքը վճարովի, գիտեի, որ ինքը դեռ շարունակում է շատ լավ սովորել ու գիտեի, որ ինքը 2 բալով ինձանից բարձր է։ Ու ես այնտեղ միանգամից ինքը չէր դիմել, ինքը չէր մտածել, որ շանս կա անվճար անցնելու, կարելի ասել հանձնվել էր եւ չէր պայքարում, բայց ես տեսնելով այդ սիտուացիան միանգամից հիշեցի, որ ինքը ինձանից 2 բալով առավել է ու ես ասացի, որ անպայման պետքա Անին այդ դեպքում անցի անվճար, որը որ տեղի ունեցավ ու ես շատ ուրախ էի, քանի որ միշտ վատ էի զգում, քանի որ ինքը ինձ օգնել էր, ես ընդունվել էի անվճար, իսկ ինքը վճարովի։ Ու այդպես, քանի որ ես չէի անցել անվճար, իմ ուսումը անհնար էր շարունակել Հայաստանում ֆինանսական առումներով ու քանի որ բոլորիս հայտնի է սովորել Եվրոպայում, դա կախված է ֆինանսի հետ, նույնիսկ ինձ թույլ չէի տվել երազել դրա մասին, բայց ինչպես ասում են, լինելու բանը լինում է։ Ու այդ ժամանակ, քանի որ պետք է մի լուծում գտնվեր, ես ուղղակի փորձում էի դիմել Եվրոպայում եւ փորձում էի դիմել թոշակների, որպեսզի հովանավորեին իմ ուսուցումը Եվրոպայում։ Եվ այդպես դա էր պատճառներից մեկը իմ մոտիվացիան շարունակել եւ տեղափոխվելով Բելգիա, ես ամենասկզբում նույնիսկ չունեի ինքնաթիռի գումար։ Էլի ինչպես ասում են, լինելու բանը լինում է ու այդպես մենք ուղղակի դիմել ենք տարբեր անձանց, տարբեր կազմակերպություններ օգնության եւ մի տեղից մեկ պատասխան ստացանք, որ մենք կաջակցենք գնել Տոմսը դեպի Բելգիա, որտեղ որ ես արդեն քննությունները on-line դիմել էի եւ արդեն ընդունվել էի, հաստատումը եղել էր եւ միայն պետք էր գումարը, որպեսզի կարողանայի գնել եւ թռնել դեպի Բելգիա։ Այնուհետև այնտեղ շարունակել ապրել եւ այլն, այդ ամենը միանշանակ կախված էր ֆինանսի հետ, բայց բարեբախտաբար իմ ուսուցիչը
ինձ օգնեց մեզ կարողացա մասնակցել մի ծրագրի, որը որ ինձ շանս տվեց անվճար ապրելու սկզբի մի քանի տարիները եւ փոխադարձ Բելգիայում ես համերգ էի նվագում, քանի որ ես չէի կարող վճարել։ Իսկ Տիգրան ջան, որտեղ եկել ես սովորելու, ասենք ոնց է եղել դու թոշակ ես ստացել կամ չգիտեմ ոնց է լինում այդ դեպքերում։ Բելգիայում սովորելու տարիներին ինձ բախտ է վիճակվել ստանալ կրթաթոշակ AGBU-ի կողմից մի քանի տարի։ Այնուհետև նաև մասնակցել ենք քրոջս Նաիրա Պողոսյանի հետ միասին մենահամերգով հանդես ենք եկել AGBU Performing Arts պրոյեկտի շրջանակներում։ Ընտանեկան համերգ է եղել փաստորեն, հա։ Աննա ինչ եք ներգրավել ձեզ հետ։ Աննա ցավոք Բելգիայում չէր գտնվում այդ ժամանակ։ Ինչի Բելգիա։ Ինձ թվում է երաժիշտների համար շատ կարևոր է որոշակի ժամանակահատված իրենց կյանքի ապրել, սովորել Եվրոպայում, քանի որ դասական երաժշտությունը հենց մեզ բոլորիս հայտնի է, որ հիմք է ունեցել Եվրոպայում։ Ու ուզում ասեմ, ընտրությունը Բելգիայի կարար լիներ Ֆրանսիա, ասենք, իմ համար մինչև Բելգիա գալը ես չէ որ շատ լավ գիտեինք Բելգիան։ Գիտենք որ երկիր կա, բայց ուզում ասեմ ավելի շատ Ֆրանսիան չէ Հայաստանի համար։ Ինչ որ պատճառը կայանում է նրանում, որ Գերմանիայում տվյալ ժամանակաշրջանում, երբ որ ցանկություն ունեցա դրսում սովորելու, Եվրոպայում սովորելու, արդեն դեդլայնները ավարտված էին Գերմանիայում դիմելու համար եւ ունեի ընկերներ, ովքեր որ արդեն ընդունվել էին Գերմանիա, բայց իրենցից իմացա, որ Բելգիայում դեռ հնարավոր է մասնակցել ընդունելության քննություններին եւ այդպես։ Տիգրան ջան, երբ որ եկաք որոշեցիք, որ գաք Բելգիա, ինչ որ մեկին ճանաչում եք Բելգիայում։ Բելգիայում չէի ճանաչում ոչ մեկի, բայց ինտերնետում փորձեցի գտնել հայերը Բելգիայում, որտեղ որ գտա մեր շատ լավ հայ թավջութակահար Սևակ Ավանեսյանին, ում հետ ծանոթացա on-line, այնուհետև ինքն էլ ինձ օգնեց հենց կոնսերվատորիաների ընտրության հետ կապված դասախոսների եւ այլն։ Առաջին իմ ընկերը, առաջին իմ ցանոթը ինքն է հենց եղել, ում շատ երախտապարտ եւ շնորհակալ եմ։ Բայ Սևակ ջան, պաչիկներ ենք անում փաստորեն, տենց շատ լավ է, ուրախանում եմ, որ մեր հայերը իրար օգնում են ճանապարհ են ցույց տալիս, հա, որ լիքը ժամանակ ես խնայում ու ասում եմ, իսկ եղել է որ դու ես խորհուրդ տվել էստաֆետան փոխանցել ես ուրիշների։ Իմ պարագայում էլ եղել է որ փորձել եմ աջակցել մեր հայ երաժիշտներին, ոչ միայն երաժիշտներին, նաև հնարավորինս ինչով կարողացել եմ փորձել եմ օգնել այն դժվարությունները, որոնք որ անցել եմ, փորձել եմ շտկել եւ ավելի հարմար ճանապարհ փորձել իրենց համար ստեղծել։ Իսկ կան ինչ-որ հետաքրքիր պատմություններ Բելգիայի կյանքի սկզբի հետ կապված, ասենք։ Հենց նոր հիշեցի մի դեպք, երբ իմ ամենաառաջին տարին էր, երբ Բելգիայում էի եկել ուսանելու, ու դա պետք է լիներ իմ ամենաառաջին համերգը նվագախմբում, եւ այդ օրը ժամը 9-ին ալարմ էի դրել, որպեսզի զարթնեի առավոտյան, բայց քանի որ այնտեղ AM եւ PM-ին ուշադրություն չէի դարձրել, առավոտյան ալարմը զանգը չտվեց ու համերգի ենք, դե համերգի ժամանակ բոլորս անջատում ենք հեռախոսները, ես էլ շատ վստահ որ անջատել եմ, ոչ մի զանգ չեմ ստանա եւ այլն, ու նվագում ենք Չայկովսկու 5-րդ սիմֆոնիան եւ այնտեղ ունենք մի մեծ պաուզ ու այդ պաուզի ժամանակ Ստալինյան մի զանգ է հնչում, որը որ հնչում է իմ գրպանից ու այդտեղ ես կարմրեցի ու ինձ զգացի ամենավատ վիճակում։ Ինչ ռեակցիա տվեցին մարդիկ։ Ես փորձեցի ցույց տալ, որ դա ես չեմ, ու տենց մի ձև փորձեցի անջատել եւ շարունակել ելույթը։ Դա իմ ամենամեծ ստրեսային, այսպես իմ կարիերայի ամենասկզբի իրադարձություններից է։ Ուրեմն կարանք ասենք հիմա որ IM ու PM-ի տարբերությունը շատ լավ ճանաչում ես։ Հիմա շատ լավ գիտեմ արդեն։ Ու որտեղ ընդունվեցիր։ Սկզբում ընդունվեցի Լյուվենի կոնսերվատորիան, Lemens Institute, այնուհետև սովորել եմ Բրյուսելի թագավորական կոնսերվատորիայում, այնուհետև Լիեժում,
նաև ավարտել եմ իմ բակալավրը Լիեժի թագավորական կոնսերվատորիայում, այնուհետև մաստերը շարունակել եմ Գերմանիայում, Մյունխեն քաղաքում, այնուհետև Մանհայմում։ Հա, բայց որ դու եկար Բելգիա, խոսում էիր ֆրանսերեն, թե եկա Բելգիա, անգլերեն էլ չէի խոսում դա։ Անգլերեն չէի խոսում, երաժշտության լեզուն էիր խոսում, փաստորեն, դա քեզ իմ բախտը բերել էր, որ իմ առաջին ուսուցիչները հայեր էին։ Հա, ստեղ Սովորել եմ Բելգիայում սկզբում Տիգրան Մայտեսյանի դասարանում։ Ես չգիտեի, որ մենք ունենք հետո սովորել եմ Կարեն Հարությունյանի դասարանում նույնպես, այդպես։ Փաստորեն լեզուն խնդրեմ չէր քո համար։ Սկզբում խնդրեմ չէր, հետո ռուսախոս դասախոսներ եմ ունեցել, դե բնական է ժամանակի ընթացքում նաև սովորեցի եւ անգլերեն եւ ֆրանսերեն լեզուները։ Պարզա, ինչ հետաքրքիր է։ Ինչն էր, ասեք որ եկար փաստորեն ստեղ քանի տարեկան էր, 20 տարեկան, 19 տարեկան, հա։ 19 տարեկանում հայտնվում ես Բելգիայում, մարդ չես ճանաչում ստեղ, կարծում եմ, մի քանի ընկեր ունես Գերմանիայում։ Ինչն էր այդ տպավորությունը Բելգիայից, ասենք հայ տղայի համար այդ երիտասարդ, հա։ Դե սկզբում բնական է նոր միջավայր, նոր կուլտուրա, շատ բաներ տարօրինակ էին, շատ բան տարօրինակ քո համար։ Ինչն էր սենց զարմանալի քո համար։ Շփումը ինձ թվում է ամենաառաջին գլոբալ տարբերությունը եւ մի քիչ շոկի ենթարկող դա շփումն էր օրինակ ծնողների եւ երեխաների հետ, որը որ համեմատում էի Հայաստանում անհամեմատելի էր իմ համար մի քիչ սառն էր այդ կապը, որը որ Հայաստանում ավելի ջերմ, ավելի կապված են։ Իսկ ինչն էր դուր գալիս քեզ, ասենք թե Բելգիայում։ Շատ բաներ կային, որ դուր էին գալիս, նույն հենց մասնագիտական, կարծում եմ, քանի որ Եվրոպայի սրտում է գտնվում Բրյուսելը, Բելգիան, շատ հնարավորություններ եւ շատ շանսեր կային երիտասարդ երաժշտի համար սկսել կարիերան եւ ունենալ մեծ շանսեր թե նվագել մեծ աստղերի հետ, թե ստանալ մաստեր կլասեր եւ այլն։ Ես կասենք հենց ուսուցման վերաբերյալ, ինչ ես կարծում, ասենք ավելի, ասենք եթե համեմատես Հայաստանի կոնսերվատորիայի ու ստեղի ուսուցումը տարբերություններ կան, թե կան մեթոդները, մոտեցումները, կան եւ պետք է նշեմ, որ Հայաստանի ուսուցումը ինքը համարվում է լավ երաժշտական դպրոցներից Հայաստանում ռուսական շկոլա ասված է, ռուսական դպրոցը, որը որ մինչև հիմա համարվում է ամենալավագույններից մեկը, մենք Հայաստանում ստացել ենք ռուսական դպրոցը, որը որ շատ կարևոր դեր է խաղում երաժիշտների համար, երբ սկսում ենք այդ դպրոցով շատ կարևոր է այստեղ, եթե չունենենք այդ ամենը Հայաստանում շկոլան որ չունենենք, այո, շատ դժվար կլինել։ Ստեղ իրանք փաստորեն ընդունում են, հա, փաստորեն որ այդ էքսովետ երկրների դպրոցական այդ ռուսական շկոլան ոնց որ իրանց համար կարևոր է։ Ընդունել, այսինքն այստեղ մենք այդ նույն շկոլայով չենք անում, բայց գնահատում ենք եւ կարծում եմ շատ դժվար կլիներ առանց այդ դպրոցի միանգամից սկսել այստեղ եւ փորձել ունենալ պրոգրես։ Իսկ ո՞նց է կատարվում, ասենք դու ունես մշտական խումբ, որի հետ նվագում ես, թե որտեվ ես հաճախ տեսնում եմ, որ դու ճանապարհորդում ես, ասենք ես ուղղակի ծանոթ չեմ այդ երաժշտական բնագավառին, ո՞նց է լինում քո համագործակցությունները։ Ես նվագում եմ տարբեր նվագախմբերում, ռեգուլյար ես հրավիրվում եմ տարբեր նվագախմբերից։ Որ նվագախմբերը օրինակ կան, ինչ որ հայտնի նվագախմբեր, որոնք նվագել ես։ Նվագել եմ եւ նվագում եմ Եվրոպայի առաջատար նվագախմբերում, ինչպեսիք են Լյուքսեմբուրգ ֆիլհարմոնիկը, Լիեժի թագավորական նվագախումբը, Ռոյալ թագավորական թատրոնը Լամոնեն, Բրյուսելի, Գերմանիայում Forpom Theater, Mannheimer Philharmoniker եւ այլ նվագախմբերում։ Իսկ կան ինչ որ դիրիժորներ, հա, հայերեն ոնց է դիրիժոր, խմբավարներ, որոնք հայտնի են, ում հետ դու պատիվ ես ունեցել, համագործակցել կամ իրանց խմբում իրանց համերգի ժամանակ նվագել։ Այո, բախտ եմ ունեցել նվագել լեգենդարի խմբավար Զուբին Մետայի հետ, նաև
բախտ եմ ունեցել նվագել մեր հայրենակից Ալեն Ալթլօղլու հետ եւ մի շարք այլ տաղանդավոր եւ հայտնի խմբավարների հետ։ Իսկ տարբերվում է, ասենք, աշխատանքը մի խմբավարից մյուսի հետ։ Շատ է տարբերվում։ Նույն սիմֆոնիան մենք օրինակ նվագել ենք տարբեր նվագախմբերում, թե նվագախմբի, թե խմբավարի միջոցով մատուցվում է միանշանակ տարբեր ձևով։ Իսկ թվում էր, թե բոլորը նույն տիպի են նվագում բոլոր գործերը, ասենք, թե Չէ, այնտեղ կա եւ հենց ինտերպրետացիան եւ էներգետիկան ամեն ինչը ինձ թվում է կախված է եւ ամեն ինդիվիդուալի դեպքում լրիվ տարբեր ձև է ընկալվում եւ հնչում։ Ինչ հետաքրքիր է։ Տիրան ջան, իսկ կա ինչ-որ առանձնահատուկ կոմպոզիտոր, որին դու սիրում ես։ Ինձ համար առանձնանում է Բախը, Բախի երաժշտությունը շատ նման է աղոթքի եւ մի այլ աշխարհ է ինձ համար։ Իսկ եթե Բախից զատ, ես շատ եմ սիրում Մոցարտի երաժշտությունը, որը որ շատ թեթև է, շատ տրամադրություն է տալիս եւ իհարկե պետք է նշեմ, որ հայկական կոմպոզիտորները մեր Խաչատրյանը, Միրզոյանը, Կոմիտասը միշտ իրենք մեր favorite-ն են լինում։ Անկախ ամեն ինչից։ Իսկ որ կոմպոզիտորի գործը ավելի դժվարությամբ ես նվագում, ոչ թե դժվարությամբ, այլ դե պետք է նվագես։ Մեծամասամբ ժամանակակից երաժշտությունն է իմ համար։ Մեծամասամբ ժամանակակից երաժշտության մեջ մենք այդքան էլ չենք լսում երաժշտական գծեր, փորձում ենք ուղղակի նվագել այն ինչը որ գրված է։ Ճիշտ է, մեկ բարդ է, չէ՞, այդ աղմկային մասը։ Ես երբեմն նախընտրում եմ ասեմ, ես չեմ հասկանում այս երաժշտությունը, որտեղ երբ որ ասում եմ ես չեմ սիրում, սա սկսում են ինձ համոզել, որ ես սխալ եմ, դրա համար ես ասում եմ ես չեմ հասկանում, ավելի թեթև անցնում։ Իսկ օրինակ, որ տրամադրությունը լավ չի լինում, կամ ասենք, որ գործն է, որ ինչքան նվագես կնվագես։ Այդ այն որ քո այն ադուշին կան ռուսի ասած, այդ օգուտ համար։ Բախի Չակոնան։ Գնամ հեսա լսեմ Բախի Չակոնան։ Իսկ դու հայ երաժիշտների, հայ կոմպոզիտորների նյութեր նվագում ես քո համերգների ժամանակ կամ սոլո համերգների ժամանակ, հա? Հաճախ երբ recital-ներ ենք ունենում, ինձ համար շատ կարևոր է ներգրավել հայկական ռեպերտուար եւ Եվրոպայում, թե ամբողջ աշխարհում ներկայացնել մեր հայկական երաժշտությունը, մեր հայ կոմպոզիտորներին, հաճախ նվագում եմ իմ համերգներին Բաղդասարյանի Նոկտյուրնը, Կոմիտասի գործերից, որոնք որ կան եւ կվարտետի համար, թե դաշնամուրի եւ ջութակի համար գրված, մեծ սիրով եմ ներկայացնում ամեն անգամ հայկական կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Կվարտետ։ Այո։ Դու պատմություն ես կվարտետի հետ։ Ճիշտ է, 2019 թվականից ստեղծվել է Յան քվարտետը, որը հենց Յան անվանումը հենց այնպես չի եղել, քանի որ ես փորձել եմ կապել եւ շեշտը դնել հենց Յան վերջավորության, որը որ մեր ազգանունների հետ կապված է, Պողոսյան, Հայրապետյան եւ այլն։ Նպատակն էր միանշանակ ներառել մեր ռեպերտուարի մեջ հայկական, մասնավորապես Կոմիտասի ստեղծագործություններից եւ քանի որ գտնվելով Եվրոպայում մնացած անդամները կվարտետի հայեր չեն, դա իմ մեծ նպատակներից մեկն էր։ Իհարկե, իրենք համաձայնվեցին եւ իրենց համար նույնպես շատ հետաքրքիր էր բացահայտել հայ երաժշտությունը եւ ես լինելով ամբասադը փորձեցի իմ միջոցով ներկայացնել եւ բացատրել, քանի որ մենք հայկական մեր նվագի մեջ հենց ունենք մեր ինտոնացիան, մեր ակցենտը, որը որ հաճախ երբ նվագողը հայ չի լինում, դա նկատելի է։ Փորձել եմ նաեւ ոչ հայերի մոտ փոխանցել հայացնել իրենց նվագը։ Հա, ասացի, որ AM ու PM-ը լավ եմ սովորել, բայց այս վերջերս Գենտի Բելյոկե համերգասրահում կվինտետով համերգ ունենք, էլի flight mode էր միացրած, որ վստահի, որ ոչ մի զանգ չի գա, ոչինչ չի խանգարի մեզ ու միանշանակ կատարվում էր նկարահանում ու համերգի ընթացքում արդեն երևի մի 20 րոպե անցել էր, մեկ էլ նորից ալարմ է միանում, որը որ խափանում է նկարահանումը։ Զարթնելու ժամներ, թե քնելու։ Էլի 8 AM PM-ի խնդիրն է եղել էլի։
Բայց կարողացել եք լսեցիք դու ոնց արեցիք բայ թե Ես ոնց հասկացա իմ գոլեգաները բոլորը լսել էին, բայց բարեբախտաբար ես չէի լսել, քանի որ առաջի ջութակ էի նստում, միգուցե իմ նստած ձիրքից այդքան էլ լսելի չէր, որը որ չէր նպաստել իմ խափանմանը։ Հետո բան չասեցին։ Դե փաստորեն այդ ստրեսը, եթե առաջին անգամ ես ունեի մենակ իմ ստրեսներ, այս անգամ արդեն 4 հոգի ավել ունեցավ այդ ստրեսը, մինչև մենք ավարտեցինք մեր համերգը, որը որ չէր դադարում մինչև Ես առաջարկում եմ քեզ մի հատ բան զարթուցիչ նվիրենք, որ դու այդ խնդրից ազատվես, թե չէ վաղը մյուս օր մեծ բեմերի վրա էլի զանգի ոնց պետք է անես։ Իսկ մենակ ես տեսնում եմ դու շատ ես ճանապարհորդում, քանի երկրում ես նվագել։ Ես նվագել եմ 30-ից ավել երկրներում։ Իսկ կան ինչ-որ երկրներ, որոնք քեզ մի քիչ ավելի տպավորել են կամ մի քիչ ավելի շատ դուր է եկել ինձ մեր trip-ը Liège Philharmonic-ի հետ մի քանի տարի առաջ South America-ում, Արգենտինայում, Բրազիլիայում, Ուրուգվայում միանշանակ ուզում եմ առանձնացնել Բրազիլիան իր գեղեցկությամբ, որը որ իմ favorite երկրների ցանկում է մտնում։ Եվ Հնդկաստանում էլ նայել։ Հնդկաստանում էլ եմ եղել։ Բնականաբար Հնդկաստանում ենթարկվել ենք cultural shock-ի, կուլտուրային մշակութային տարբերություններ շատ կային, ամենաառաջին անգամ կարծում եմ մի քիչ շոկային է, բայց այնտեղ եղել եմ արդեն 5 անգամ, սովորություն է դարձել։ Իսկ կա ինչ-որ տենց հետարքիր պատմություն։ Քանի որ խոսեցինք Հնդկաստանից, մի շատ զավեշտալի դեպք հենց Հնդկաստանում էր տեղի ունեցել, քանի որ Հնդկաստանում գրեթե միշտ ամառ է, մենք ունեինք փետրվարին պրոյեկտ ու մեր շատ սիրելի թավջութակար Սևակ Ավանեսյանն էլ էր մասնակցում եւ քանի որ ինքը գալիս էր Հայաստանից այդ պրոյեկտին իր հետ բերել էր խաշ, որը որ շատ Որ ամիսներ փետրվարին, բայց Հնդկաստանում փետրվարը դա ամառ է, շատ ծիծաղալու էր ամռանը ուտել խաշ, բնականաբար մեր խաշի ճաշկերույթին, այսպես ասած, միացան մեր օտարերկրյա գոլեգաները Ոնց մարսեցին, միշտ դժվար է լինում, գիտեմ օտար երկրներում։ Իրանց համար էր երևի կուլտուրալ շոկ էր, cultural shock, բայց բոլորը հավանեցին։ Ես երևի մենակ դու Սևակը կարայիք Հնդկաստանում խաշ ուտեիք, աստորեն փետրվար ամսի լավ պատմություն է։ Աստորեն սովորում ես սկզբում Լևնում, հետո Բրյուսելում, հետո Լիեժում, հետո գնում ես Գերմանիա։ Սլորի Եվրոպան ցենց քոնն է դարել, լավ հասնում։ Դե ինքը բավականին ինձ թվում է երաշտի համար միշտ կարելի է սովորել, երբեք չեմ կարծում կգա մի պահ, երբ կդադարես սովորել։ Տիգրան ջան, իսկ ինչ որ մրցույթների մասնակցել ես։ Երիտասարդ ժամանակ մասնակցել եմ Ճիշտ է, հիմա շատ ծեր ես։ Չէ, հիմա ծեր չեմ, բայց ավելի ճիշտ կարելի է նշել, որ երբ դեռ Հայաստանում էի ապրում, այնտեղ մասնակցել եմ Ռենեսանս կոչվող մրցույթին, որտեղ որ դափնեկին ենք դարձել մեր տրիոյով, այն ժամանակ ունենք տրիո Գայանե Խաչատրյանի հետ եւ Թամարա Մովսիսյանի հետ։ Ես ուզում եի հարցնել, բայց մոռացա քեզ հարցնեմ, ինչ Միշտ ասում են, որ շատ կարևոր է յուրաքանչյուր մասնագետի համար դասախոսներն են շատ կարևոր, դասատուներն են շատ կարևոր, չէ, երբեմն երեխաները ընտրում են իրենց ճանապարհը կամ հիասթափվում են իրենց ճանապարհից, հա։ Կան ինչ-որ դասախոսներ, որոնց դու հիշում ես, որոնց երախտապարտ ես, որ իրանք քեզ դասավանդել են, թե Հայաստանում, թե Բելգիայում։ Ես հիշում եմ իմ բոլոր դասախոսներին եւ երախտապարտ եմ նրանց։ Ինձ բախտ է վիճակվել սովորել մեծանուն դասախոսների հետ, ինչպիսիք են Արտաշես Մկրտչյանում, հետ Հայաստանում կոնսերվատորիայում եմ սովորել, այնուհետև տեղափոխվելուց հետո Բելգիայում սովորել եմ Տիգրան Մայտեսյանի մոտ, այնուհետև Բրյուսելի Թագավորական կոնսերվատորիայում Լեոնիդ Կերբելի մոտ, Կարեն Հարությունյանի մոտ, Լորենցո Գատոյի մոտ, այնուհետև Մարկ Բուշկովի մոտ, Լիլիա Ումնովայի մոտ, այնուհետև Գերմանիայում սովորել եմ Դորա Բրաչկովայի մոտ եւ Մյունխենում Դորոթեա Էբերտի մոտ։ Քեր որ մեծ լումային ունեցել իմ երաժշտական կարիերայի հետ կապված։ Յուրաքանչյուրը ինչ որ փոփոխություն է մտցրել, հա, ինչ որ յուրահատկություն է մտցրել։ Ամեն ինձ թվում է շատ կարեւոր է ունենալ շանս սովորել շատ դասախոսների մոտ, որովհետև ամեն մի երաժշտից հնարավոր է
շատ բաներ սովորել, ինձ թվում է դա իր առավելությունը ունի եւ master class-երով էլ նույնպես հանդես եմ եկել ես տարբեր հայտնի ջութակարների հետ, ինչպիսիք են Guy Braunstein-ը, Zuckerman-ի հետ եւ այլոց։ Իսկ դու ինքդ master class-եր տվել ես երբևիցե։ Այո, ես master class-երով նույնպես հանդես եմ գալիս։ COVID-ի շրջանում Ամերիկայում կար մի ֆեստիվալ, որտեղ հանդես եմ եկել որպես coach, master class ջութակի եւ կամերային երաժշտության։ Նաև Հայաստանում եմ մի քանի անգամ master class-եր տվել։ Ես գիտեմ, որ մենք խոսեցինք քո նվագախմբային գործունեության մասին, բայց ուզում եի հարցնել, ինչ ֆորմատներով ես դու մասնակցում տարբեր համերգների սոլո անում ես, ասենք թե մենակ նվագախումբ, ինչ տիպի նվագախումբ, այսինքն կան տենց ինչ որ տարբեր ֆորմատներ։ Որպես ջութակար հանդես եմ գալի տարբեր ֆորմատներում, թե նվագախմբում, թե կամերային երաժշտության մեջ, թե որպես մենակատար 2019-ից մինչև 2024 թվականը հանդես եմ եկել որպես կոնցերտմայստեր Orfeo նվագախմբի, որը գտնվում է Անտվերպեն քաղաքում։ Իսկ կա ինչ-որ երազանք, այսինքն որպես երաժիշտ, ասենք ոնց կլինի Շարլ Ազնավուրի ֆիլմը, եթե տեսել ես, այն որ ինքը ասում է, չէ, որ ինքը ուզում է Օլիմպիայում երգի, որ Օլիմպիայում երգում է, հետո ասում է լավ, սրանից հետո ինչ։ Հասա իմ նպատակին էլի, ոնց որ հիմա ո՞րն է այդ քո Օլիմպիան։ Որ եթե նայում կան շատ արդեն դեպքեր, որ նախկինում նույնիսկ ինձ կարող է թույլ չտա երազել դրա մասին, որոնք իրականություն են դարձել, թե նվագախմբերում նվագելու, թե մեծանուն երաժիշտների հայտնի մեգա ջութակահար, դաշնակահար, խմբավար, բախտավոր եմ այդ առումով ինձ համարում, քանի որ շանս ունեցել եմ շփվել։ Բայց հենց դեռ ինչ-որ երազանք, այդպես բարձր երազանք։ Ինձ թվում է պետք է միշտ շարունակենք երազել, եթե դադարում ենք երազել, դա լավ նշան չէ։ Ճիշտ է, հատկապես որ հուսով եմ վերջում մի օր ինտերվյու կանենք, կասես Օլիմպիան էլ արեցինք, հետո էլ ինչ արինք։ Իսկ ինչ է կատարվում ավարտելուց հետո։ Ընթացքում համերգներ տալիս ես, թե տվել եմ, իհարկե, տվել եմ եւ ուսանողական տարիներից դեռ ես վաղ եմ ունեցել նվագել պրոֆեսիոնալ առաջատար նվագախմբերում, Բելգիայի թագավորական օպերայում, Լիեժի թագավորական նվագախմբում, Գերմանիայում, Եվրոպայում, Լյուքսեմբուրգում։ Իսկ Հայաստան գնացել ես համերգների։ Դեռ ոչ։ Մի անգամ Հայաստանում master class-երով եմ եղել Հայաստանում, բայց համերգներով դեռ Հայաստանում չի ստացվել, քանի որ միշտ Հայաստան գնացել եմ արձակուրդի։ Նենց որ հայր ջան, եթե ուզում եք master class կամ փորձի փոխանակում, զանգահարեք Տիգրանին։ Սիրով։ Մենք ստեղ ունենք լավ երաժիշտներ, չէ՞, ասենք բավականին լավ երաժիշտներ ունենք, ասենք տարբեր բնագավառներում, ես միշտ ուրախանում եմ, որ տեսնեմ դուք սա այդպես դու Facebook-ում ես, ինձ կարողանում եմ քեզ հետևեմ, վայ ինքը հիմա Գերմանիա, վայ ինքը հիմա ես միշտ այնց երկու ճանապարհորդության արանքը լավ գտանք ժամանակ ինտերվյուի համար։ Հիմա ոնց է, ասենք կատարվում քո նո ավարտեցիր, ինչ է կատարվում ավարտելուց հետո, որ ավարտում ես, ասենք որպես երաժիշտ, որն է պերսպեկտիվան, հա, որն է հեռանկարը, ոնց է դու պետքա մանգազ գալիս են քեզ ցավոք սրտի մեր մասնագիտության մեջ, երբ մենք ավարտում ենք, ունենալով այդ դիպլոմը միայն դա բավարար չէ համապատասխան աշխատանք գտնելու կամ նույն նվագախմբերում եւ այլն, այդ ամենից բացի մենք պետք է մի ուրիշ աուդիցիա, քննություն հանձնենք, օրինակ 1 կամ 2 տեղ է լինում նվագախմբում ու գալիս են 100-150 հոգի մասնակցելու, շանսերը բնականաբար քիչ են։ Հա, դու հանձնել ես այդպես քննություններ։ Ես որոշ քննություններ հանձնել եմ, Հետո ինչ անում լիստ են, հա, ու waiting list են անում, թե ամեն մի տեղի համար։ Չէ, հանձնում ես, օրինակ կան որ նմանատիպ լսումներ
լսումների մասնակցում ես 1 տարով ինչ որ կոնտրակտ նվագելու նմանատիպ կամ տարբեր են լինում։ Հա, բարձր։ Կախված թե ինչ պոզիցիայի համար ես մասնակցում։ Իսկ հիմա ասենք ես տեսնում եմ դու մեկ ասենք Գերմանիայում ես նվագում, մեկ ստեղ ընդդեք, դա ո՞նց է կատարվում, ասենք թե դու ինքդ փնտրում ես, քեզ գտնում են, ո՞նց։ Դե սկզբում բնական է դու փնտրում ես, հետո ժամանակի ընթացքում քանի որ արդեն մոտ 15 տարի ինչ գտնում եմ Եվրոպայում, քչից շատից ինձ նաև գիտեն, ճանաչում են, այդպես։ Շատ լավ։ Իսկ այսօր ոսիկ մտածում ես քո մասնակցության մասին, փոշմանել ես, երբեք զղջացել ես, որ այդ մասնագիտությունն ես ընտրել։ Չէ, չեմ փոշմանել, քանի որ շատ եմ սիրում։ Ու մեր մասնագիտությունը ինձ թվում է տարբերվում է շատ այլ մասնագիտություններից նրանով, որ դա միայն աշխատանք չէ, այլ նաև հաճույք, քանի որ գտնվելով բեմում եւ կատարելով մի այլ հաճույք ես ստանում, որը որ կարծում եմ ոչ շատ այլ մասնագիտություններով կարող ես ստանալ։ Հա, բայց դրան նախորդում է ժամեր նվագել, ես դաշնամուր էի նվագում այդ գամաներ ու եսի մինչը ամեն օրը մի ժամ այդ դպրոցի համար էր, իսկ թվում է դերը ավելի բարդ է։ Պարագայում էլ այո։ Հարևանները ո՞նց է դիմանում են։ Հարևանները Հայաստանում իդեպ համարյա բողոքներ չեն եղել, բայց Եվրոպայում 2 ժամից ավել նվագելու դեպքում ցավոք սրտի։ Դե Հայաստանում ինձ թվում է բոլոր երեխաները իրենց կյանքի մի պահում գնում են դաշնամուրի։ Գնում են նկարչության, գնում են երաժշտության, գնում են նկարչության, չէ, ինչ որ ասենք սպորտի կամ ինչ որ մի բան, ինձ թվում է բոլոր երեխաները այտենց ինչ որ մեծ ճանապարհ ունեն անցնելու, ասենք մեր Արմենը ֆլեյտա էր նվագում, ես դաշնամուր, հետո ընտանեկան համերգներ էինք անում։ Դուք եք չէ, արե երևի քուրիկները դաշնամուր, դու ջութակ, ինչ էիք նվագում քուրիկների հետ։ Ընտանեկան համերգների ժամանակ այն որ բարեկամներն ու հարևանները գալիս են, մեկի մաման պապան ասում են, երեխեք դե մի հատ չեք ուզում մի բան նվագեք, չէ՞։ Այդ միշտ կար, սկզբում բնականաբար բոլորս ամաչում էինք, հետո որ սկսում ենք արդեն մեզ լավը զգալ, արդեն դժվար է լինում դադարեցնելը, չէ՞, հա։ Ասեցիր պապան էլ գիտարա նվագել։ Այո։ Որտեվ ես հարցրեցի, որտեվ երկու քուրիկը դաշնամուր, դու ջութակ, ուզում եի ասեի սերը դեպի երաժշտությունն, այսինքն ոչ թե միայն սերը, այլ խորը սերը, որտեվ քուրիկների մասնագիտությունն էլ երաժշտությունն է, որտեղից է գալիս, ով է ձեր մեջ սերմանել այդ սերը։ Դե կարծում եմ հայրիկից է գալիս, ինքը նաև զբաղվել է զվուկազապիսով։ Միշտ մեր տանը երաժիշտներ են եղել, երգիչներ են եղել, որը որ կարծում եմ ավելի է նպաստել մեր երաժիշտ դառնալուն։ Մամայի այդ գործը բարդ էր, փաստորեն 4 երաժիշտ տունը ոնց էր հասցնում բոլորի համար։ Ինչ պլաններ կա հիմա, ասենք ինչ այսօրվա դրությամբ, որոնք են քո պլանները, ինչ ես մտածում, ինչ ես ցանկանում։ Դե պլանները մեծամասամբ կախված են համերգներով, առաջատար։ Կան ինչ որ գալիք համերգներ, որ ասենք մեր ունկնդիրները կարան գնան լսեն։ Կդժվարանամ կոնկրետ նշել, բայց մեծամասամբ համերգները տեղի են ունենում Գերմանիայում, Լյուքսեմբուրգում, Բելգիայում։ Այս վերջերս տեսա, որ այն Candlelight-ներ, չէ՞, նվագում Գերմանիայում։ Այո։ Որ եթե ասեցի Տիգրան, ես ինչ ես ուրիշ տեղ նվագում եմ, չես նվագում։ Մի անգամ գնացել էի, շատ հաճելի համերգ էր, բավականին։ Տիգրան ջան, ես մի քանի հատ հարց եմ պատրաստել քո համար։ Դու փաստորեն հիմա արդեն քանի տարի ես զբաղվում ես երաժշտությամբ։ Երաժշտությամբ սովորելուց հետո արդեն էլի, քանի տարի է որ աշխատում ես պրոֆեսիոնալ զբաղվում եմ 20 տարուց ավել, 20 տարի կարելի ասել։ 20 տարի։ Այդ 20 տարիների փորձից ելնելով ինչ խորհուրդ կտաս մեր երիտասարդներին։ Կա ինչ որ խորհուրդ, ինչ որ մեծական խոսքը, ոնց որ փորձից ելնելով։ Իմ խորհուրդը մեր երիտասարդ երաժիշտներին իրենց մաքսիմումը երբեք չհանձնվել եւ չդադարել երազել եւ ձգտել ամենաանկարողին, որովհետեւ դա միակ ճանապարհն է, որը որ կօգնի նրանց հասնել ամենամեծ բարձունքներին։ Մերսի շատ։ Ինչպես ես ուզում, որ քեզ հիշեն։ Ինչպիսին որ ես կամ։ Դե ոնց, ինչպիսին որ ես կասի, իմացի մարդիկ իմանան։ Տիգրանը։ Դե ո՞նց ինձ կիմանան այն մարդիկ, ովքեր ինձ ճանաչում, ովքեր առիթ են ունեցել իմ հետ ժամանակ անցկացնել, բայց ինքս որ տենց որակավորում տամ, չէ։
չեմ կարող Չես կարող ասել, բայց մի բան կասեմ, որ ես շատ ընկերասեր եմ, մեկ-մեկ ինձ թվում է չափից շատ ընկերասեր, թեպետ մարդիկ առաջին հայացքից այդպես կարող է չկարծեն, ինչև չիմանալը, բայց ես սիրում եմ մարդկանց ու ինձ թվում է կարևոր է այս կյանքում լինել ոչ էգոիստ ու նաև եթե կարծում ես ինչ-որ մեկի կյանքը կարող ես մի քիչ փոխել քո ինչ-որ մի քայլով, որը որ դու արդեն տարիներ առաջ անցել ես, ինձ թվում է արժի դա անել, պետք չէ զդանալ։ Պետք է նայել, որ փոխադարձ լինի, մեկ-մեկ տենց փոխադարձ չեկը ված չի լինում։ Հա, ված չի լինում, բայց նույն այդ ամենը անելուց կարիք չկա, կնկալելու որևիցե բան, ինձ թվում է վերևից բոլորից գալիս։ Ասեմ, որ մեր հանդիպումը քեզ հետ շատ հանգարցակի է եղել, չէ, որովհետև անցած տարի, որ կազմակերպեցի պապայի համար սյուրպրիզ հանդիպում ուսանողների հետ, մաման էր գրել ինձ, ասեց իմ աղջիկս պապայի մոտ է սովորել, բան տենց նարայի հետ ծանոթացանք ու այդ օրը քեզ հետ էլ ծանոթացանք, այսինքն լրիվ պապայի շնորհիվ։ Իմ համար էլ շատ կարևոր, որովհետև ես հիշում եմ դեռ որ մենք երիտասարդ էինք ավելի, բոլոր համերգները, որոնք որ տեղի ունենում նախկին Աստրովսկու, չէ՞, բաներ, հումանիտար պետական քոլեջ, հա ճիշտ է, նրան այնտեղ էր սովորել։ Ու ես հիշում եմ պարոն Հակոբյանյանին էլ, ու շատ կարևոր էր իրեն հանդիպել եւ շատ ուրախ էի։ Դու չէիր հանդիպել մինչև Ես մինչև այդ հիշում եմ այնտեղից, բայց անձամբ չէ։ Հա, դե հումանիտար քոլեջի կյանքը պապայի կյանքն էր հիմնականում, ինքը ապրում էր հետ քոլեջով, հետո այնտեղ մի հատ շատ յուրահատուկ ուսանողական կյանք կար, շատ այն ժամանակ դժվար տարիներին անգամ բան, այդ ուսանողները ապրում էին, այնտեղի համերգները, տոները, եսի միջոցառումները, մենք էլ միշտ հաճախ գնում էինք, ճիշտ է, այնտենց դետարկիր է, այսքան տարի ապրել ենք ու պապայի շնորհիվ պապան պետք է գար Հայաստանից, որ բոլորը միացներ իրանց։ Եթե ինչ-որ մի բան պետք է անեմ անվճար, ինչ կանես։ Բարդ է ասել, մի քանի բան ինձ թվում է։ Հերթով ասա։ Կարա լինի համերգ տալ անվճար։ Կարա լինի աջակցել ինչ-որ մեկին անվճար, քո ժամանակը օգտագործել։ Աստիճան համերգ տանք ես, ասա համայնքը կգա քեզ համերգ ուզելու։ Համերգ քեզանից ուզելու։ Հատ չի։ Ինձ թվում է այլ բաներ կան, բայց երևի այս բայց դու նաև դասավանդում ես ջութակ։ Այո։ Ում ես դասավանդում։ Դասավանդում եմ տարբեր տարիքի ուսանողների։ Երեխաների էլ, թե երեխաների, թե ավելի մեծ տարիքով մարդկանց։ Սկզբնակներ, թե Եվ կան սկսնակներ, կան, որ արդեն ուսանողներ են կոնսերվատորիաներում եւ օգնում ես։ Օգնել, այո։ Դե ինձ որ եթե ուզում եք ձեր բալիկները ջութակ սովորեն, Տիգրանին դիմեք։ Դժվարության դեպքում ո՞նց ես վերաբերում դժվարություններին, ո՞նց ես փորձում եմ դժվարություններին նայել, այսինքն դժվարությունների մեջ փորձել գտնել դրականը։ Ինչ որ մի բան չի ստացվում, ինչ որ մի դժվարություն, ուրեմն ավելի լավ մի բան է սպասվում։ Ահա, դե լավ է, լավ մոտեցում է։ Իսկ երբ որ հաջողություններ ես ունենում, ձեռքբերումներ ես ունենում, արդյոք սովորություն ունես նշելու քո ձեռքբերումները։ Կդժվարանամ ասել, քանի որ այսօր ամեն ինչ շատ կախված է սոցիալ մեդիայի հետ։ Ինձ թվում է Facebook-ի, Instagram-ի միջոցով այդ ամեն ինչը ավելի տեսանելի եւ հասանելի է։ Առնում։ Բայց ինքդ քեզ համար, այսինքն, ասեք ինչ որ մի հատ ուզում ես ինչ որ մի հատ խմբում նվագես ու դա ստացվում է, արդյոք ասում ես Տիգրան ջան ապրես, թե ուղղակի տենց գնում ես նվագում ես։ Քանի որ ինքս իմ տեսակով ինքնակնդադատ եմ, ասում ես ավելի լավ խումբ կարելի գնալ։ Չէ, ինձ թվում է պետք է, հա, ճիշտ էլ կարելի ավելի լավին հասնել, պետք է չդադարել։ Ձգտելուն։ Այդ մեր հայկական այս դաստիարակությունը նստած։ Կարևոր է ինձ թվում է շատ դա։ Հա, բայց կարաս այդ րոպեին ասես ապրես։ Հիմա մյուսը ասենք էլի։ Ինչի համար ես երախտապարտ կյանքում։ Երախտապարտ եմ այն մարդկանց, ովքեր իմ դժվարության ժամանակ եղել են իմ կողքին։ Տվյալ պահին քո ուշադրությունը ինչի վրա է բևեռված։ Դժվարանում եմ պատասխանել։ Ինչ որ բան կա, որի համար զղջում ես քո կյանքում։
Ինձ թվում է բազմաթիվ առիթներ են եղել, որ զղջամ, բայց չեմ զղջում եւ շարունակում եմ լինել այն մարդը, որը կամ շատ դեպքեր են եղել, որոնք որ կարող էին փոխել ինձ, բայց ես փորձում եմ, չեմ սիրում հպարտանալ բառը ասել, բայց փորձում եմ մեկ-մեկ հպարտանալ ինձանով, որ ես չեմ փոխվում, ինձ չեն փոխում սիտուացիաները։ Այսինքն մեծամտանաս, ուզում ես ասես, թե ոնց։ Մեծամտանալ չէ, ավելի շատ մարդկային արժեքների հետ կապված։ Դե ինձ թվում է Սերժինի ուժեղա։ Դժվար է փոխելը։ Եթե կախարդական փայտիկ ունենայիր, ինչ կանեիր, ինչ կփոխեիր այդ կախարդական փայտիկով քո կյանքում։ Իմ կյանքում։ Չէ, մեր սա հայերը ասում են խաղաղություն Հայաստանին եւ այլն։ Հիմա սկսել եմ ասել քո կյանքում, որտեղ սա քո ինտերվյուն է։ Հա, իմ կյանքում ինչ էգոիստաբար է ինձ թվում է դա լինում։ Քո համար հենց ուզես։ Այս հարցի համար մի քիչ էգոիստ լինես։ Կդժվարանամ տենց ասել։ Ավելի հեշտ կլիներ ասել դիմացինին կամ մնացած մարդկանց ինչ կցանկանա։ Բայց սա քո ինտերվյուն է, ասենք թե դժվար ուրիշների համար ասեմ, ուրիշների համար ինչ կփոխես քո անձամբ քո կյանքում։ Կարող է կարիք չկա ոչ մի բան փոխել։ Չէ, ոչ թե փոխել, այլ կուզենամ, որ ինձ շրջապատող մարդիկ լինեն իմ հետ անկեղծ ու լինեն առողջ ու իմ կողքին։ Շատ լավ ուղերձ է բոլորի համար։ Մեր հաղորդումը ավարտվում է ու ցանկանում էի, որ Բելգիայի ռադիոյի անունից եւ իմ անունից շնորհակալություն հայտնեմ քեզ Տիգրան ջան քո ժամանակի համար, բայց նաեւ ոնց է որ կինոները նայում ենք, հետո այդ կինոների որ գրում են դերասանները, չէ, ինձ թվում է բոլոր հայերը այդ արել են փոքր ժամանակ մինչև հիմա հայ ենք ման գալիս ամերիկյան կինոներում, հիշում ես, դու էլ ես արել փոքր ժամանակ։ Հիմա ես մի քիչ այտենց եմ, այսինքն որ տեսնում եմ մեր հայերը տարբեր բնակավարներում հաջողությունների են հասնում, ու էլի ամեն ինչը տարբեր մակարդակներով է լինում, ամեն հաջողություն է ինձ համար կարևոր չի որ լինի ամենամեծ բարձր բանը, ես մի քիչ ուրախանում եմ, Արմենի տղեն ասում էր ուրախում եմ, որովհետև յուրաքանչյուր հայի հետ տարածվում է մեր մշակույթը, մեր մտածելակերպը, մեր ջերմությունը, ինձ որ շնորհակալություն, որ դու քո մակարդակով սպռում ես, հա, այդ ջերմությունը, այդ տաքությունը, ու շնորհակալություն, որ ժամանակ հայտկացրեցիր գաս Բելգիահայ ռադիոյի եթերում մեզ հետ զրուցես, ու եթե ինչ-որ համերգներ ունենաս, մեզ տեղյակ պահի, որ մենք էլ գանք բոլորով այցելենք։ Հայկական մասսանգ համերգ, չէ՞։ Սիրով Մարիա ջան, ես էլ եմ ուզում շատ շնորհակալություն հայտնել հրավերի համար եւ մաղթել կանաչ ճանապարհ ձեր եթերին։ Շնորհակալություն։ Սիրելի ընկերներ, հուսով եմ դուք էլ հավանեցիք մեր զրույցը փոքրիկ եւ ձեզ էլ գուցե ինչ-որ մի պահում ինչ-որ կարևոր ինֆորմացիա կամ հետաքրքիր եղավ բացահայտել Տիգրանին, կոմենտներ արեք, կիսվեք, ուղարկեք ձեր ընկերներին, վստահ եմ, որ մարդիկ կլինեն, որոնց համար Տիգրանի ճանապարհը հետաքրքիր կլինի, իսկ եթե ինչ-որ խորհրդի կարիք կունենան, դիմել միանգամից Տիգրանին։ Ստեսուն բոլորին։